Համաձայն բանակային խաղերի կանոնակարգի բոլոր մարզաձևերի մրցանակակիրները պարգևատրվում են մեդալներով, պատվոգրերով և դրամական մրցանակներով։ Այժմ կպարգևատրվեն ռազմամարզական կողմնորոշում մրցաձևի մեդալակիրները։ Մեդալակիրներին պարգևատրելու համար հրավիրում ենք Հայաստանի Հանրապետության Պետական Պահպանության ծառայության պետ, գնդապետ Արթուր Գասպարյանին։ Պարգևատրման են հրավիրվում մրցանակակիր կանայք։ Երրորդ տեղն է զբաղեցրել սերժանտ Մելինե Զաքարյանը, ներքին գործերի նախարարության երրորդ թիմ։ Այժմ կպարգևատրվեն հրաձգության դիպուկահար հրացան մրցաձևի մեդալակիրները։ Մեդալակիրներին պարգևատրելու համար հրավիրում ենք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար, արդարադատության երրորդ դասի խորհրդական Սրփուհի Գալյանին։ Պարգևատրման են հրավիրվում մրցանակակիր կանայք։ Երրորդ տեղն է զբաղեցրել կրտսեր սերժանտ Ալա Խոջյանը, Պաշտպանության նախարարության երրորդ թիմ։ Երկրորդ տեղն է զբաղեցրել ենթասպահ Մերի Գրիգորյանը, Պետական Պահպանության ծառայության թիմ։ Առաջին տեղն է զբաղեցրել մայոր Ալիսա Ազարյանը, սահմանելով բանակային խաղերի ռեկորդ 115 միավոր, ներքին գործերի նախարարության առաջին թիմ։ Շնորհակալություն։ Պարգևատրման են հրավիրվում մրցանակակիր տղամարդիկ։ Երրորդ տեղն է զբաղեցրել ավագ Վահագն Մելիքյանը, Պաշտպանության նախարարության երկրորդ թիմ։ Երկրորդ տեղն է զբաղեցրել մայոր Դավիթ Սիլանյանը, ներքին գործերի նախարարության առաջին թիմ։ Առաջին տեղն է զբաղեցրել Հովանես Խաչատրյանը, սահմանելով բանակային խաղերի ռեկորդ 136 միավոր, ներքին գործերի նախարարության երրորդ թիմ։ Այժմ կպարգևատրվեն հրաձգություն ատրճանակից մրցաձևի մեդալակիրները։ Պարգևատրելու համար հարթակի մոտ է հրավիրում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։ Պարգևատրման են հրավիրվում մեդալակիր կանայք։ Այս մրցաձևում բրոնզե մեդալակիր է դառնում լեյտենանտ Մարինե Այվազյանը, ներքին գործերի նախարարության առաջին թիմ։ Երկրորդ մրցանակակիրը կապիտան Քրիստինե Թորոսյանն է, ներքին գործերի նախարարության երրորդ թիմ։
Եվ այս մրցաձևում լավագույն արդյունքը ցույց է տվել շարքային Էլեն Դանիելյանը, ազգային անվտանգության ծառայության 2-րդ թիմ։ Շնորհակալություն։ Պարգևատրման են հրավիրվում մեդալակի տղամարդիկ։ Երրորդ մրցանակակիրը թողգնդապետ Վանո Խաչատրյանն է, Պաշտպանության նախարարության 3-րդ թիմ։ Երկրորդ աստիճանին կկանգնի լեյտենանտ Էդգար Գրիգորյանը, ազգային անվտանգության ծառայության 2-րդ թիմ։ Եվ այս մրցաձևում հաղթողի կոչումը նվաճում է սերժանտ Կարեն Բաբայանը, Պաշտպանության նախարարության 5-րդ թիմ։ Տիկնայք եւ պարոնայք, խնդրում եմ ոտքի, հնչում է Հայաստանի Հանրապետության պետական օրներգը։